Ահա սիրելիներս եկանք Աննայի գեղեցիկ տոնածառը նայեք մի հատ դեռ չի հանել վա շատ սիրուն սեղանը գցելա ես սա էլ իմ կողմից եմ բերել ներքևն է Կարնեի համար բաներ եմ բերել Կարնեի համար բաներ էս ինչ ես դրել նայում Հայաստան ահա հայկական տունը սիրելիներս հայկական տունը Ես բան ունեմ, չէ, երեխեք հիվանդություն ունեմ զանավեսկա դզելու։ Ահա։ Հրաշք, հրաշք։ Աննային ասի, Աննա, տոնածառ չանես մինչև կամ։ А это ваша Анаидочка, дорогие мои девчат. Это мои հեսատեսեկովա գալիս, երեխեք ջան, ձեր սիրած գինը։ Ակնոցներս թողեցի ավտոյի մեջ։ Չոյ, տակոյի պիտի իշնեմ նորից, չէ, լավա բերել եմ։ Հատենց բաներ երեխեք ջան, էլի նայեք, տեսեք ինչքան հրաշալի սեղանը գցած մեր հայկական վայրանտի, մեր հայկական շունչն է գալիս այստեղ։ Իա, քո համար ես քիչ չասեցի, ես այն անգամ արեզրել էի մեքենա որ գայ, Աննան ասեց գնում ենք բան հետ, սարեր։ Գնացել էի սարել, հետո ասեցի դե լավ, ասեցի տղերքին բան վերցեցի, խմիչ բան, ասեցի գնամ Կարնեից, լինում է մեկ անցնում եմ, մեկ ասեմ մտնում, մեկ ասեմ դե լավ, դե քնած կլինի ննջում։ Ոչի։ Մաման ասեց, Անայդ ասեց, չես մրցում, ասի, մամ, կարգոտ կեմ հակել բեժը։ Հիմա կարգոտ։ Չէ, սուտա խապեցի։ Նասիկ եմ հակել, բաչ, առած նասկի ես, որ նասկ եմ հակել։ Ասեց ես գնում, ասեցի, կարգոտ կե հակыз։ Յա, ասեցի, ինչ է լավ գույն է։ Մաման չջոգ ես որ կարգոտ։ Մազետ վերջապես գույնըտ կտար, դարար արիստոկրատ աղջիկ, ընենց ոնց որ աղջիկ լավ ասեց։ Աղջիկ ես, բա ինչ ես 40, ինչ կան, Անգույզ ես թխել։ Անգույզ չամիչ, չիր ու չամիչ, շատ համով այսօր մեր փորձել։ Էքզոտիկ տվեք այս։ Ժողովուրդ ջան, ահա եւ մեր հայկական սեղանը։ Սեղան, որտեղ կա ջերմություն, կա ամեն ինչ եւ ամենակարևորը կա սեր։ Գիտեք, ես այդ բլոգ արդեն դուրս է եկել, ես այսօր խոսացի այդ աղջկա պատասխանը տվեցի, տեսակ, որ մարդիկ կեղտոտ բառեր են գրում, ձեր են առնում իր արտաքինին եւ այն։ Եթե մարդկության մեջ մի քիչ լինի, այ սենց, գիտեք, փոքրիկ սեղան, բայց մեջ ջերմություն, էս է մեզ մնում, Կարինե ջան։ Բայնարկե։ Բա ոնց։ Ինչ ենք տանել, ոչ մի բան։ Մարդիկ ինչքան կարան դի լավ են։ Այո։ Վատությունը բոլորն էլ կարան անել, բայց լավը պետք է գնահատես այդ լավ։ Ապրես։ Կարողանաս անել այդ լավը։ Թե չէ վատությունը դժբախտաբար գիտեք ուզում ավելացնեմ, այդ սերու ջերմության հետ կապված։ Ավելացրի։ Ուրեմն ոչ բոլորն են կարող սիրել։ Իսկ ասում եմ, որ նաև մեր ժողովուրդը լսեն սիրելի հայրենակիցներ եւ Եվրոպայում ապրող հայեր։ Ուրեմն մարդու մեջ եթե կա շատ սեր, ինքը չկարա չար լինի։ Այո։ Իսկ եթե մարդը ցույց է տալիս իր ներքին չարությունը, նշանակում է ինքը սիրել չգիտի։ Այո։ Ընդունակ չի սիրելու մարդը։ Իսկ եթե սիրում ես, անհնար է դու այդ մարդուն ինչքան էլ ուզենաս վատություն անես,
դու չես անել մարդու վատություն։ Ինչև վերջի, բայց եթե ներքուստ չար մարդ ես, անկախ քեզանից անում ես։ Չես կարող ապրես։ Իսկ դա ինչից է գալիս սիրելիս։ Դատարկությունից, հոգու դատարկությունից։ Եթե մարդ հոգով դատարկ լինի, չարությունը ցույց է տալիս։ Եվ ինչ պիտի անենք այդ ժամանակ։ Շրջանցենք, անտեսենք եւ շրջանցենք սիրելիներս։ Այո։ 1, 2, 3 Վատը մի նայեք, միշտ լավ նայեք։ Այո։ Այս փոքրը որտեղ եք բերել Հայաստան։ Հայաստան։ Ինչ է։ Դրա համար ճիշտ ես ասում, Աննա ջան, սիրելու ընդունակությունը դա ամենասուակտի մարդասեր լինես, մարդասեր։ Այսօր կարելի է մի քիչ ֆորմի մեջ չերևել։ Ես չեմ անում, քիչ ոչինչ, բայց կտեսվեք ես։ Կտեսվես, հա, բա ինչ։ Դեղմեղ մենակ Դոլիպրան ես խմում։ Դոլիպրան, հա, դե քան դեր են։ Տակություն բան չունես, չէ՞։ Ուղղակի թույլ ես։ Լավ չի։ Ահա որ տարածված է այս գրիպը, անգինա, այդ անտեր այդ բրոխները, հավորը։ Ինչ ասեմ, դժվար է էլի, կյանքը դժվար է էլի։ Հայաստան։ Ամենայն դեպս թողես 26 թվականը լինի բոլորիս համար առողջ տարի։ Հա։ Դուք մի հատ համտեսեք բանան Անահիտի։ Ես արկածան դեսամ յաթրում։ Ասում եմ, ասեցի ում համար էի սարքում, որտեվ ասեցի բանան եմ սարքում, որտեվ հյուր եմ գնանում, բայց որտեվ Չէ, փափուկ է։ Աննա շատ ասում, հա, շատ լավ է խմորը, իսկ այն օրը այս նույն խմորով երեխեք, տեսակ, սալորի եւ խնձորով եմ անում։ Իմպրովիզացիա ֆրանկո-հայկական։ Ապրես բաների ջան։ Մաման եկա ասես, բանանն էլիս արդեն արել մի ժամվա մեջ ասում։ Մինուտ շնեժինշի։ Հա, պիտի ասեմ մեկը գար, բժիշկը պիտի գար։ Եկավ գնաց, ասեցի մա Աննան պրծնեմ, վայ, մոռացա Սերժի համար սուպ սարքեմ, սոխով սուպ։ Այ, Էլեն ասարքում։ Սոխով սուպ, վայ, ոչ չեմ սիրում, բայց սարքում այս են։ Ես դե սող չեմ սիրում։ Ես էլ։ Մազը այդ գույնը շատ սիրուն է, կտրված, վերջապես են վառածներն անցավ։ Շատ արիստոկրատ գույն է։ Դալիս աղջիկը Վարշավի է Բելգիա։ Այս անգամ որ գնացի իր մոտ։ Գնա կտրել, լավ ձեր։ Ամ կտրել, ամ սարքել, Մոլոդես։ մեժերը արել։ Մեջել արել։ Շատ լավ։ Լսեմ շուրտուղը։ Հա, զգացում եմ, որ այս նյուանսի բան է խփում։ Երբ էի գնացել որ։ Մի ամիս առաջ։ Բարև Բելգիա։ Այո, Քիսո ջան։ Դեմ ես սարսին բոլորը։ նայում են աղջիկդ։ Այն օրը տեսա բաներ գցել, ինչ որ մեծ հավաքվել էին ինքը ինչ որ բաներ ներկայացնում, հա։ Նայեցի ասեցի, պարեզիտ։ Այո։ Ուրախ եմ, որ հավաքվում են, նայում եմ երբեմն տենց հայերը հավաքում։ Հայ համայնքի ղեկավարն է։ Ղեկավարն է, բայց ռուսեր կար, ռուսերեն էին խոսում։ Բայց այդ քաղաքից նա։ Հա։ Այդ քաղաքի Համայնքը ինքն է մոլոդես, բայց բավականին մեծ Հայկական աշխատանք դպրոց կա, Յա, շահմատի դպրոց կա։ ինքն ասենք ընդունումը դասատուի է։ Ուրեմն հայ երեխեքը որ հայ գրել կա Իհարկե, ոնց որ Ամերիկայում գնում են մանկապարտեզ հայկական, մսուր հայկական։ Էլի իրանց լեզուն է, սովոր ես անգլերենը խոսած, բայց էդի ապարտադիպտի սովորեն, բայց մեր լեզուն է չորանում։ Իհարկե, եթե լիներ հայկական դպրոց, ես 100% Դավիթը չնայած հայերեն խոսում եմ, ես Դավիթին կտանեի, որ ինքը ավելի կուլտուրան սովորել, իմանալ մեր այբուբերները։ Ամերիկա այնքան հետաքրքիր է, բայց այդ հայկական դպրոցների, ամերիկյան դպրոցների տնօրենները բոլորը հայ են։ Հա, Համաններ են, հայ են։ լրիվ նորմալ դպրոց է, նորմալ քոլեջ, նորմալ դպրոց է։ Դրա համար Ամերիկա գնացող հայերի համար հեշտ է մանկավարժ է, ինչ է որ աշխատանք գտնի։ Հա, պատկերացրա որ ջարդեցի նայեն։ Սյուզին նկատել էր, մեկ էլ նա մի հատ բլոգի տակ գրել է։ Դոնե Մոտ ջարդածը բացեց։ Չէ, պիտի ասեմ, այս կաշ կտրի աննա, սաղ։ Քո համար ոնց է պիտի կոճակ կոճկեմ։ Ժողովուրդ դուք ոնց եք անում 10 րոպե կոճակ եմ կոճկեմ մի հատ, հա թռնում կոճակը, հա թռնում։ Բա ականջող չեմ կայ որ sense հետևը դնում են։ Ականջը թռնում են, մեկը թռնում։ Այս անգամ ինձ ասում Աննան ասում որ գալիս է ասում արագացա շուտ արագ կտրի։ Տուրբո է, դուրջամ ասում, 40 րոպե վերջացնում։ Ախտակար։ Ոյքա խոսալով է։ Ախտակար, ես այտենց բան չէ Երևանում 5 ժամ կնստել։ Շատ։ Այսքան կկտրել կտամ այսքան։ Սաղ կտրել կտամ, ասեմ կտրի, ճիշտ ասած ոչ եմ այս անգամ լրիվ մաքրի հանի։
Բարհասին դե նորասա։ Ամեն անգամ ասա գալիս ասում ես այնտեղ եղեք ջան հեսա իմ Աննայի աղջիկն եկել ա Էլենա Սիրելիներս ուզում եմ առիթից օգտվեմ այսօր բացի նրանից որ իմ համար շատ ուրախալի օր ա եղել իմ կյանքում որովհետև մեր համար առաջին մայրիկի եւ հայրիկի առաջին թորնիկն ա ծնվել Սորայդայի աղջիկա ծնունդն էլ ա այսօր մեր համար անմոռանալի օր ա եւ այսօր նաեւ մեր հետևորդներից մեկի ծննդյան տարեդարձն է հետևորդուհի չէ հետևորդ որը շատ նայում ա չէ միշտ նայում ա մեր Կարինեի քրոջ տղան ա Կարինե քո քրոջ տղան ա չէ՞ Գարիկը քրոջս տղեն Գարիկ ջան քեզ չեմ ճանաչում անձամբ բայց շատ եմ լսեքով ասում ծննդյանդ տարեդարձը շնորհավոր լինի գիտես ինչ եմ ցանկանում եմ միշտ այդպես առույգ ձևով հերոստացույցի դեմ նայես Պարտաճանաչ նայես իմ բլոգները Կատակ եմ անում, առողջ եղի Գիտես ես քո մամային չեմ ճանաչում, բայց ըստ Կարինեին արդեն պատկերացնում եմ քո մամային ինչքան բարի Հա գարջան Սա Գարիկոպարը Ծուրնը շնորհավոր Գարիկոպար Ո՞նց ես Շնորհավոր Գարիկոպար Քեզ ամենալավ բաները միշտ ուրախ մեր կողքին լինես առողջ Քեզ կարևոր մարդ ա ուզում շնորհավորի Նայեք սիրելի հետևող Բարև ձեզ Ծնունդդ շնորհավոր Գարիկ ջան Առողջություն եմ ցանկանում ու միշտ էկրանի դեմը նստած նայես Անահիտի բլոգները Ամենալավը, այդպես միշտ առույգ, միշտ սենց պարտաճանաչ Ինչ ասեմ, շատ եմ լսել քո մասին, չկարողացա գամ Կարինեին տեսնեմ, մի գեղեցիկ օր որ գամ անպայման կգամ անձամբ կբարևեմ քեզ եւ շնորհակալություն որ նայում եք Առաջ Աստված գնանք Հայաստան, կգնանք իրանց տուն Ինչ ասեմ, ամենալավն եմ ցանկանում Մորքուրի ձերը, մորքուր ունես աշխարը չունի Մորքուրը թրեշտակ ա, պրոստը թևերը չենք տեսնում Ինչ ասեմ, ամենալավն եմ ցանկանում քեզ Հաջողություն, հաջող Գարիկ ջան Լեսա գարջան Գարիկոպար, եթերում են դուրս եկած Սիրելի հետևորդներ, մեր Գարիկոպար Սիրելի հետևորդներ, ահա Գարիկը, որ նայում ա պարտաճանաչ մեր բլոգներն, այսօր մենակ կանայք չեն նայում Անայի բլոգը, մեր թիմի մեջ կան նաև շատ հետևորդներ, դա համար շատ հաճախակ եմ ասում, հետևորդներ եւ Այո, հետևորդներ, իհարկե Այդպես գարջան մերնեմ քեզ Այս կանաչ հետևորդ է, ես լավն է Կինոյի հետևից Ցավը տանեմ ձեզի լավոր մերնեմ քեզ ամենալավն ու բարին քեզ Բաչում եմ մերնեմ քեզ Հա ցավը տանեմ Դրական էներգիան ուղարկում եմ քեզ կյանքս միշտ լավ ելնեք Նա թթու չիր եմ ման գալիս Այս թթվա Այսի Հայաստանից քույրիկս ապա, որ քորքուրիս աղջիկը Միշտ մեկ երեխին թաքցրել էին որ թութեին Հա, չէ, ինքը շատ լավ ա պատրաստում, միշտ ուղարկում ա Դες ինչ շատ համով ես կանոնները շատ համով են Շարք եմ Ռեցեպտը ասեց, բայց այնքան երկար ա, ես էդ սարքով չեմ, անայտը կշար Այս բանները շատ համով Իմ խելքի բան Հապուկ Դες կսարքեմ Հա, Էլենա, բայց ֆորման պտի Էլենը սիրում Պիտի առնեմ, հա Մեծը տվես ես Հա, անկած մեծը։ ֆորման Փոքր Թթվի ա շատ կեր Սալորը շատ թթվի ա այսի Շրանք թթվի է Ես իմ սիրած գիտեք, բոլորը գիտեն արդեն ամբողջ աշխարհը գիտի որ սալոր եմ սիրում Սալորը չի, այո Ոսի ես եմ Բայց ես ինչ լավն այ սալորի չիրը Այո Ես սիրում եմ փափուկ արի մեջ Մեկը Անուշի դեղցի չիրը ուղղակի Անուշտատի բանը ֆրեզի չիրը Շատ լավ սարքում անուշը
Սիրելիներս դուրս եկա, շատ հրաշալի օր անցկացրեցի, բայց ես պետք է գնամ տուն, դրա համար ես դուրս թռատեղիցս Կարինեն ասում, Անա, այդ ուր ես գնում, ասեցի ձեր հետ հաճելի է, բայց ես ունեմ ամուսին, տուն, գործեր եւ գնամ արդեն ճաշ պատրաստեմ, չնայած ամեն ինչ պատրաստել եմ, ուղղակի պիտի տաքացնեմ եւ վերջ։ Հիմա ես մտածում եմ, որ ուղղությամբ գնամ, որպեսզի մոտիկ լինի, բայց ես իսուր եմ այդքան երկարացնում ճանապարհը, գիտեք, երեխեք, երևի թե ես կռուկ տամ այստեղ։ Երևի թե ես կռուկ տամ այստեղ եւ ես դելով չլար, եկել եմ լավ գնամ իմ ճանապարհով։ Կա ճանապարհ, որ ինքը երկար է, բայց ուղիղ է, իսկ ես որ պիտի բարձրանանք պավարոտները, գլուխս ընենց է ցավում, հենց գալիս եմ այս քաղաքը գլուխս ցավում է։ Բարև ձեզ սիրելիներս, Ձերանայի տշկան դուրս եկավ։ Ուր եմ գնում, բոլորդ գիտեք, այսօր ասեցի գնում եմ մանիկյուր անելու, գնում եմ մեր Սյուզիի մոտ, իմ սիրելի Սյուզիի մոտ, իմ լավ աղջիկա, բարի, անձնավորություն, չափած, ձևած։ Գիտեք, այնքան բան կարող եմ խոսալ, բայց երբեմն լռելը երևի ավելի ճիշտ է։ Ես ընդհանրապես ես մի բան եմ նկատել, ինձ թվում է դուք էլ նկատած կլինեք, ասեք, որ ես ճիշտ եմ կամ սխալ։ Երբ որ դուք ունեք ձեր վարսավիրին, ձեր մանիկյուր անողին, ձեր մակիաժ անողին, ձեր հոնքերը սարքողին եւ այլն, դուք անկախ, եթե դուք իրեն սիրում եք, ինքը լավ մարդ է, լավ աուրա ունի, դուք ձգտում եք գնալ, չէ՞ իր մոտ։ Այտենց էլ մեր աղջիկն է, մեզանից մի ժամ է, 55 կիլոմետր է, մի ժամ։ Ես այդ մի ժամը գնում եմ, մի ժամը գալիս եմ, բայց իմ համար, որ գնում եմ ես Սյուզիի մոտ, ռելաքսացիայի ժամ է։ Այդպիսի բաներ սիրելիները, զանգեցին, խոսացի հեռախոսով ահագին կարևոր զանգեր էին եւ ես եկա մի եզրակացության, որ իրոք նախանձն ու չարությունը մարդուն կործանում է։ Ես մենակ դες մի բան կխնդրեմ, իմ հայ ժողովուրդ, սիրեք մեկը մեկիդ, մանավանդ օտարության մեջ։ Այդպիսի բաներ սիրելիներս, ուրեմն այնց ուժեղ քամի է մեր մոտ, որ ես մի մոմենտ արագություն էի բացել, երկու կողմից սկվազնյակ է, էլ ոնց որ սենց ասած, երեխեք մեքենաս այնց շպրտեց դեպի ձախ, տարօրինակ է, ես գիտեի 4-4 չի մեքենան, բայց ամեն դեպքում Tiguan է, բավականին մոշնի մեքենա է։ Ես այն BMW-ի վրա էի գնում։ Մեկ-մեկ սենց քամիներին ձյանը պիտի BMW-ը վերցնեմ, տեսնենք Դավիթը ինչ մեքենա է իր համար գնում, ժամանակավորապես վերցրել այդ մեքենան։ Ես լավ արեցի, որ չվաճառեցի այդ մեքենան, որ ձյունա բանա, այդ մեքենան մեզ շատ պետք է։ Այդպիսի բաներ, արդեն հեսա հասնում եմ, մնաց 20 րոպե, մի հատ պիտի մտնեմ Գրանֆրե, ուզում եմ իմ համար տամաղին գնեմ, տամաղեն, բանա, այդ էկզոտիկ միրգա շատ օգտակար, համարվում է 5 էկզոտիկ մրգերից, որը որ հատապտուղ չեմ կարող ասել, մրգային բանա, որը շատ օգտակար է եւ շատ օգտակար է։ 5-րդ տեղն է ինքը, այդ այնտեղ մրգեր կան չի ճանաչում, կմտնեք, կնայեք, կտեսնեք ինչին է օգնում։ Ես 3-րդ պտույտն էի անում, դուրս էի գալիս, մեկը տեսնեմ, մեկը դուրս եկավ։ Ես ինչքան շատ ուրախացա, երեխեք, չեք պատկերացնում։ Շատ։ Ժողովուրդ ջան, հասա Սյուզիի մոտ, ինչպես միշտ ահավոր քամի։ Նենց քամի, այդ մեքենանը գիտես չէ, կաթեդրալի դեմ եմ կանգնած։ Գալորը քամի։ Լավա գլխարկ ունեի մեքենայի մեջ։ Մեկ էլեկտրոպեի որ գլխարկս դրեցի, որ պիտի առաջ գնամ Սյուզի ջան։ Նենց չխայնացած էի ես քաղաքի վրա բարձրացան, մի հատ կին շուր եկավ նայեց, ասես աղջիկին ում անպատում։ Չի կարում առաջ քայլեի, այդ որ բարձրանում ես կաթեդրալով, չէ՞ որ արդեն այն խանութ է կոշիկի, այդտեղ սկվազնյակ է, երկու կողմը բաց է։ Հետո նոր մի հատ աղջիկ էր, լիքոտ աղջիկ երեխա էր, դրան խփեց, գցեց փող, ոնց որ դուրս չգա Սյուզի ջան։ Սյուզին նախ տանող էր, երեխեք ջան, մեկ ու ինչքան բոյետ 60-40 կիլո։ Էս է մեր սիրուն Սյուզին։ Hello։ Հրաշալի մարդ, հրաշալի աղջիկ։ Ասում եմ, չէ, ընդհանրապես որ միտեղ ես գալիս, սիրով ես գալի։ Ես սիրով եմ գալիս Սյուզիի մոտ, ինքը լավ աուրա ունի, երեխեք, որտեղ ես մի ահավոր անհամբեր մարդ եմ։ Եթե ես միտեղ մտնեմ ու ես ինձ վատ զգամ,
Ստեղ որ գալիս եմ մոռանում եմ որ տուն տեղ ունեմ, այսինքն լրիվ քո նյարդային համակարգը հանգստանում է, ներվայնություն տանցնում է, իսկ մարդիկ կան որ քեզ ձեռ են տալիս, Սյուզի, չես զգացել որ միտեղ մտնում ես sense ոնց որ sense ներվայնանաց բան։ Ապտվում ես, չես կարող։ Դրա համար սիրելիներս այստեղ Սյուզիի մոտ յոգայի դասընթացներն են։ Հակի յոգայի, հա։ Լավ մարդ է, շատ լավ մարդ, լավ աղջիկ է, լավ երեխա է, իր մաման էլ է շատ լավ, իր ընտանիքը, նենց լավ երեխեք ունի, մի հատ տղա ունի, մի օր վիդեոներ ուղարկել, այն քոն եմ ծիծաղացել, տղետ բանը, այդ ապագա չեմպիոն է լինելու, գիտես չէ, ինչ որ մի սպորտի, ինքը շատ սպորտային է, այն որ անդադ խփեց գցեց այն երեխուն, բարբա է գնում, ջյուդո է, բարբա է, մի վարկյան երեխեք, ինքը տրեները կանգնած խոսում է, վիդեո է արել Սյուզին, ինքը մի ոտը դնում է, մի ոտը գցում է, մի ոտը։ Հա, չես թվում։ Պատկերացնում տանը մեջ տանը ինքը նստում է, вообще տանը։ Նստած տեղն էլ ասես բանը։ Պուճուրը Ուջուրի մապա, ուջուրը նենց լավն է, կապուտ աչքերով այնքան լավն է։ ուջուրը հելավ հելնում է րոպե մեկ սեղանի վրա, ուրեմն ոնց է բարձրանում։ Ինչքան եղա։ Ու գալսը տարի կես։ Գալի կանգնում այն ծերից, նայում այնի, անի հեսայից կգցեմ, էլի անհանգստացի։ Ուրեմն դրա մի օր առաջ ընկավ իր թուշը կապացրես, դրա հաջորդ օրը գնում է մանկապարտեզ, ասում են էս ինչ է, ասում են դե ինգելա սենց իրանում։ Ատենսիոն եղեք, ուշադիր եղեք, երեխեն բան, ես ասենք հա, օքեյ։ Գալիս եմ գործի 2 ժամ հետո հետևից զանգում են կարա գաք նարեկ ընկելա դու չի բացել, ասում բա ատենսիոն եղեք։ Հեշտ է, չէ՞ նկատողություն անելը, հա։ Լավ։ Շարժվող են էլ երեխեքը, բացի մեծից, չէ։ Մեծը մի քիչ ավելի սենց ծանր խասյակն է։ Հա, լավ է։ Պապասային։ Պապասային։ Դե լավ է։ Իսկ ամենամեծը Ամենամեծը դե արդեն տենց անցել է մեծերի Չարաճճի է եղել։ շատ, Հա։ շատ, Բայց խելոքացել է, չէ։ հա, հիմա Ասում են ընդհանրապես երեխեքը որ չարաճճի են լինում փոքր ժամանակ, մեծանում են, խելոքանում են։ Գույնը լավն է։ Նայեք, տեսեք երեխեք, ընտրեցինք այս գույնը, որովհետև այս եղունգը ջարդվել էր, ես չուզեցա որ Սյուզին լստի, երկար չէ Սյուզի հետո ինքը։ Նայեք, այս կարճացրեցինք, սենց լավ է, գոնե կարողանամ վերցնեմ ինչ որ բան։ Սյուզին էլ է կարճացել, չմտածեք մենակ ես եմ։ Նայեք։ Ժողովուրդ, եթե ես գլխարկ վերցած չլնեի այսօր բանը, անիչա, լավ ասում, մեքենայից մեջ միշտ մի հատ գլխարկ է լինում։ Սենց ցուրտ։ Ես ուտելուց տանից դուրս եկան, ես լավ արև էր։ Վերջ ես ասարկեչած սիրում սարկեցի մաղջիկը։ Հրաշալի մարդ է, հրաշալի։ Չեք պատկերացնում այդ փոքրիկ, իր փոքրիկ, նիհարիկ, փոքրիկ մարմնի մեջ մի հատ մեծ հոգի ունի, շատ լավ հոգի ունի։ Աստված դրա համար տվողին է տալի, եթե ուզում եք ճշմարտությունը։ Այդպիսի բաներ, սիրելիներս։ Ուտա հիմա գնամ տուն, մի անգամից տուն, ճիշտ ասած մտածեցի մտնեմ մի հատ Սվետլանայի մոտ, երևի թե կմտնեմ լավ, ամեն անգամ ալարում եմ, բայց քանի որ մեքենան կանգնելու տեղ չի լինում, դրա համար չեմ որոշում չմտնեմ էլի, նայեք մեր քաղաքը ինչ սիրուն է։ Ահա և մեր քաղաքը, ես ոնց եմ դուրս գալի երեխեք, սա քուղիղն է, ես գիտեք, երևի սենց կիշտ եմ լավ, ամենաճիշտը, ամբողջ Ֆրանսիան զեղչերի մեջ է, այս տիպի խանութներ ես կարիք չունեմ մտնելու, քանի որ այստեղ մեծ ռազմերի կոշիկներ չի լինի։ Դուրս եկա իմ բախտիկը, սենց ավելի հեշտ է իշտելը։ Հիմա ես մտածում եմ, ոնց գնամ, որ դուրս գամ մի անգամից իմ դուրս գամ կաթեդրալ մեքենայիս մոտ ասես կգնանք լավ ոչիչ երևի թե սենց կգնամ, հա, ուղիղ և այս քաղաքի հրաշալի կաթեդրալը հնությունը կամին հետևից երեխեք մեծ հատանում ես վազելով եմ գնում նայեք տեսեք ինչ լավն է հրաշք բացարձակ աննախատեսելի և անսպասելի գնում
քանի որ մտադրություն չունեի, բայց բավականին երկար ժամանակ ցանկանում էի գնել այս տիպի մի անթև սվիտեր եւ շատ ուրախ եմ, որ ես այն գտա եւ այն գտա զեղչով։ Չգիտեմ ինչքան իր գինը, եթե չեմ սխալվում 40 եվրո էր, ես գնել եմ 18 եվրո։ Affaire siècle։ Քանի որ պետք է իջնեմ Սվետլանայի խանութ, ես լավ կանեմ վերարկուս չհանեմ։ Ինչ եք ասում, ինչ եք կարծում։ Ոչինչ չեն կարծում։ Տեսնում եք այս պատը։ Դա իմ ամուսնուս մասնագիտությունն է, այսպես քարի այդ աշխատանքը։ Գլխարկս էլ չեմ հանում։ Ժողովուրդ խայտարակություն էր։ Խայտարակությունը։ Այ հիմա գլխարկը հանեմ։ Քամին ուղակի քանիսն է ժամը։ Ես մինչև ժամը 4-ը վերցրել էի, բայց կարիք չունեցա։ Ջուր խմեմ ներող եղեք։ Ժամը 4-ն է արդեն։ Ես 2:15 եմ եկել։ Տեսնենք ժամը քանիսն է։ Երեխեք, точно իջել եմ 15:58, 4-ին էի մինչև վերցրել գումարը, այդ պախկինգը, եւ միլիցիաները պտտվում էին, բայց ասեցի միլիցիա, դյադի միլիցիա։ Ты чё, օրենքով պիտի թողնեք ես անցնեմ։ Տեսնում եք, չես խուլիգաններին։ Վայ, այս քամին ահավոր հոգնածնող է։ Մանիկ եղունգները շատ սիրուն եղավ գույնը, շատ նուրբ այս գույնը որոշեցի, ընտրեցի եւ եղունգներս վերջապես կարճացավ։ Իսկ ոնց էր երկարել։ Վայ, վերջապես կարող եմ ականջող դնել, կոճակ կոճկել։ Ну, այս չափսը շատ սիրուն է, շատ նուրբ, շատ ակուրատնի աշխատանք անում, բրավո։ Բրավո Սյուզի։ Սյուզի 4։ Հիմա իջնեմ, պետք է գնեմ հաճար, գրեչկա, լավաշ, եթե ունենա իհարկե լավաշ, հուսով եմ, որ պիտի ունենա, դրա համար եմ իջնում, թե չէ իջնի։ Հաճար եւ պետք է գնեմ Ռեհան։ Կատնաշորբան ինձ պետք չի։ Մտածում եմ, ես հիմա որ սենց մտնեմ, արդյոք թույլ կտա կանգնեմ իրա շենքի դեմը մեքենա կա կանգնած երեխեք։ Օլալա, փակել են ճանապարհը, որ չմտնենք, պատկերացնում եք, բայց ես կմտնեմ։ Եկանք եւ այնտեղ կկանգնացնենք։ Այս էլ մեր Սվետլանայի խանութը։ Եկա, կանգնացրեցի մեքենան ուղի խանութի մոտ։ Լավա միլիցիաներ չկային, բայց ոչինչ, որ գային կասեի բան եմ, այդ առաքիչ եմ աշխատում, կեզդրույք։ Այսա, հիմա ես արդեն գնամ տուն, ժամը մեր մոտ 4-ն է, մինչև հասնեմ տուն կլինի 5-ը։ Այնպես լավն է, լավաշը իրանց, ուրեմն լավաշ գնեցի, որովհետև մեկ-մեկ այդ լավաշով այնպես լավ բաներ եմ պատրաստում, որ ասենք սուտ արագ պիցա եմ անում լավաշով, հետո բացի դրանից էլ երեկոյան ասենք որ չես ուզում ինչ-որ մի բան ուտես, մի հատ փուչուր բան այդ բրտունջ ենք անում ու վերջ, բայց դե չէի գնում, որպեսզի ես լավաշ շատ եմ սիրում, որ չչաղանամ, որովհետև լավաշը որ ուտում եմ, չեմ կարողանում կանգնացնեմ, բայց ես մի բան եմ զգացել, լավաշը որ դնում ես այտենց որպես շավուրմի նման, այտենց մի քիչ տաքացնում ես գրիի վրա, ավելի քիչ ես ուտում, բայց ես սիրում եմ որ լավաշի այդ փափուկամը զգամ։ Այսօր դուրս են գալիս ընկերներով գնում ենք ռեստորան, Մախտինը զանգեց, երեք ասեց ինչ-որ 5 շաբթի օրը մեր կողքի փոքրիկ վիլաժում ռեստորան կա, այդ ռեստորանում 5 շաբթի օրը պիցայի երեկո է, ինքը ամբողջ շաբաթը նորմալ ռեստորան է, բան, ասեց կարող է Սերժը չի սիրում պիցա, գնանք ասում շուտվանից չենք տեսել, ասեցի Սերժը շատ է սիրում պիցա, ոնց չի սիրում, պրոստը ասեցի Մախտին ջան, քո համար ինչ կա, 34 ռազմեր ես հագնում, ուտես չուտես նիհար ես։ Դի ծաղում ասում, դե լավ, դե ասում, այդ մի օրվա ուտելուն քեզ բան չի լինի, ասի ես նայում եմ, արդեն այն տարիքն է նայում ենք ուտելիքին չաղանում ենք։
ամբողջ շաբաթը զգուշ ես լինում, զգուշ մեկ է գնում ես մի հատ ռեստորան, որ մի կտոր բան ուտես, հոպլա չաղանում ես։ Ես այսօր աշկերես փակ քնաթաթախ գնացել եմ, գնացել մեքենայով արեմ, մինչև այնտեղ եկել եմ։ Եղումներս այնքան սիրուն է, նայում եմ բնական, ոնց որ ոչինչ բան կսած չլինի, եւ շատ կարճությունը ամեն ինչը շատ գեղեցիկ, շատ մաքուր է արել։ Մալադեց։ Մերսի Սյուզի ջան։ Հետո հիմա երեխեք ջան հասնեմ տուն։ Ուրացել է ինքս ինձ ասում հասնեմ տուն լավաշով բանսարկեմ եկել հիշեցի որ մենք այսօր հաշ չենք ուտում երեկոյան տանը։ Մամայի համար եմ գնել, տանեմ մամային էլ տամ։ Ճիշտ ասած որոշեցի ռեհան գնեմ, բայց ինքան քիչ էր այդ ռեհանը, հետո ես գիտեմ որ քուրերս ունեն ռեհան։ Մյուս անգամ որ գամ Երևան, այս տարի ռեհան այդքան լավ չեղավ, քրոջս մոտ ինքը դնում է, հետո 4 տալիս է այդ։ Այդա բայց այս անգամ չեղավ ռեհան, գնամ մամայից կվերցնեմ մի քիչ, ես սիրում եմ այդ մեր հայկական ճաշերի մեջ այդ գարոխով ճաշ, ոսպով ճաշ, որ պատրաստում եմ, ռեհանը սիրում եմ, դաժե այդ սպագետի, որ անում եմ բոլոնեզ, էլի ռեհան եմ անում։ Ես ինչքան գիտեմ, քուրս են անգամ ինձ ասես չգնես, ես ասես լիքը ունեմ, դրա համար չարա, թե չեք առնեի։ Ահա եւ մեր կյանքից եւս մեկ օր ավարտվեց, մեկ բլոկ ավարտվեց։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ սրանով բլոգը, գիտեմ որ շատերը չեք սիրում, որ ավարտը տեսնում եք, բայց ինչ արած, սա կյանքն է։ Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ մեր նոր հետևորդներին, ովքեր միացել են մեր ալիքին, բարի գալու ստանա այդ բլոգ։ Ցանկանամ իմ լավ հավատարիմ հետևորդներին եւ հետևորդուհիներին ամենակարևորը առողջություն, սեր, երջանկություն։ Ցանկանում եմ, որ ամեն օրը ձեր համար լինի ուրախ, երջանիկ օր։ Դա է իմ ցանկությունը։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ, եւ ինչպես միշտ, ձեր Անահիտը ինչքան ձեզ ասում է, պակա, պակա։